Իմ կարծիքով սա շահկապված է բոլոր այն ոչ միայն Տաշիրը հայրենիքի պայքարի հետ, այլ նաև Հակարի կամուրջում, ես գիտեք տեղյակ եք, ես եղել եմ Վարդենիսի ողերի հանձնման հետ, ես նույնպես ներկա եմ եղել, այսինքն բոլոր այդ շարժումներում ես միշտ ներկա եմ եղել, հենց առաջնակցում կարելի ասել, հենց շարժման այս ճակատում եմ եղել եւ Տավուշը հանուն հայրենիքի երևի թե լցրեց այն բաժակը, այն համբերությունը, ասենց ասեմ, իշխանությունների, ովքեր ուղղակի ոչ մի տեսակի ընդդիմության տանել չեն կարողանում եւ հասկանալի էր, որ ինձ արդեն զգուշացել է գիտեմ ասեմ մի երևի 1-10-ից ավել անգամ ինձ ասեցին, որ քեզ հետևում են, գիտեմ ասեմ, օպերատիվ տեղեկություններ կա, որ քննչական մարմինները, ոստիկանությունը եւ այլն հատուկ հետևականություն են սահմանել քո նկատմամբ եւ չի բացառվում, որ օրից մի օր քեզ կալանավորեն, կձերբակալեն փողոցում եւ այլն եւ ես սա կապում եմ ոչ միայն Տավուշի հայրենիքի շարժման հենց առաջին օրերին գիրանցում լինելու հետ, այլ բոլոր այն ճակատները, որտեղ ես եղել եմ եւ որտեղ որ հստակ ուղղակի կարելի ասել Պուշկան ոսկորի դարձել ներկայիս իշխանությունների ապօրինի եւ հակասահմանադրական գործողությունների համար։